Մայր Հայաստան դաշինք Կարեն Սիմոնյան, Դերենիկ Մալխասյան, Աննա Մուրադյան Քվեաթերթիկ համար 4 Միացիր, որ փոխենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում հետ պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ վաղ այնտեղ կգան այլ առաջնորդներ։ Նա առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի եւ մի քանի այլ երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը, այնտեղ ընտրություններ անցկացնելու համար, գրում է Կոմերսանտը։ Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած Իֆտարի արարողությանը։ Այս մասին հայտնել են Պոլսո հայոց պատրիարքությունից։ Starlink-ն արդեն գործում է Հայաստանում, այս մասին Twitter-յան էջում գրել է Իլոն Մասկը։ Starlink-ն այժմ գործում է Հայաստանում, դառնալով աշխարհի 130-րդ երկրում հասանելի գերարագ ինտերնետ ծառայությունը, նշել է նա։ Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին ասել է, որ երկիրը բաց է մնում անուղղակի բանակցությունների համար, չնայած Վաշինգտոնի ներկայիս դիվանագիտական մոտեցումը մերժելուն, հաղորդում է Մեհրը։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք ԱՄՆ վարչակազմի վարքագծի մեջ հոգեբանական պատերազմն է, որը խթանում է կամ պատերազմ կամ բանակցություններ, քաղաքականությունը ԱՄՆ պաշտոնյաների հակասական ուղերձների միջոցով, ասել է նա լրատվամիջոցներից մեկին։ Եվրոպական երկրները կարող են զգալի ուժեր տեղակայել Ուկրաինայի կենտրոնական հատվածում եւ Դնեպր գետի երկայնքով որպես խաղաղապահ առաքելության մաս պատերազմի ավարտից հետո Ռուսաստանին զսպելու համար։ Նման առաջարկ է արել Ֆրանսիան, Associated Press-ին հայտնել է իր ազեկ աղբյուրը, նրա խոսքով դիտարկում է նաեւ այլ տարբերակներ, այդ թվում խաղաղապահ ուժերի տեղակայումը ռազմաճակատից հեռու Ուկրաինայի արևմտյան կամ հարևան երկրում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում Հեզբոլլահ շարժման Ալ-Հաջի Ռադվանի ուժերի էլիտար ստորաբաժանման գումարտակներից մեկի հրամանատար Ահմադ Ադնան Բաջիղիին վերացնելու մասին։ Այս մասին Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել Telegram ալիքում։ Պատերազմի ժամանակ այս ահաբեկիչը հրամաններ է տվել բազմաթիվ գրոհներ իրականացնել խաղաղ բնակիչների եւ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի դեմ, ասվում է հաղորդագրության մեջ։ ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե երկիրը չի նախատեսում վերադառնալ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ ձևաչափին։ Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի մշակումը վստահվել է փոխվարչապետերին։ Հայաստանում այդ հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական գործիչը, այլ մեկ ուրիշը, ուստի հավանաբար պետք է կապ հաստատել Երևանի հետ, ճշտելու արդյոք նրանք տեղերով փոխվել են այս գործերի իրականացման առումով, ասել է Զախարովան։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում ընդունել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան Նոել Բարոյին։ Վանին հայտարարել է, որ Պեկինը եւ Փարիզը պետք է հավատարիմ մնան բազմակողմանիության սկզբունքին եւ դիմակայեն միակողմանի գործողությունների քաղաքականությանը, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն երկխոսության միջոցով եւ փոխադարձ շահերի հիման վրա դիմակայեն կապերի խզմանը, որպեսզի Չին-ֆրանսիական հարաբերությունները կարողանան ցուցաբերել նոր ձեռքբերումներ նոր ժամանակաշրջանում։ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարները մշտական կապի մեջ են, բազմակողմանի քաղաքական երկխոսությունը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետն ընդունել է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա այցելելու հրավերը։ Երկու երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաեւ ԱԳ փոխնախարարները կառուցողական եւ արդյունավետ երկխոսություններ են վարել, գործում են միջկառավարական եւ միջխորհրդարանական մեխանիզմներ։